Ռուսաստանն ու Ադրբեջանն իսկապես տարբեր մոտեցումներ ունեն Ուկրաինայում իրավիճակի հետ կապված, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Սակայն Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվայում պրագմատիզմ են ցուցաբերում եւ երկկողմ հարաբերությունները չեն կապում այդ հարցերի հետ։ Նա հավելել է, ռուսական կողմը համաձայն չէ Բաքվի մի շարք մոտեցումների հետ եւ դա ռուս-ադրբեջանական հարաբերություններում տարաձայնությունների առարկա է։ Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ դա չպետք է ստվերգցի երկկողմ հարաբերությունների վրա։ Պեսկովը հավելել է, Բաքվի հետ շփումներում շարունակելու են հետևողականորեն պարզաբանել Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պաշտպանական ոլորտում գործակցություն է սկսում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բաքուն նաեւ պարբերաբար հումանիտար աջակցություն է ուղարկում Ուկրաինա։ ԱՄՆ զինված ուժերը հերթական հարվածն են հասցրել Իրանին, հիմնականում թիրախում են եղել հարավային շրջանները՝ Բուշեհր, Չաբահար, Քոնարակ, Բանդերաբաս, Խեշմ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածների նպատակն է նվազեցնել քաղաքացիական նավերը թիրախավորելու Իսլամական Հանրապետության կարողությունը։ Իրանական ուժերն էլ հրթիռակոծել են Հորդանանում, Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան բազաները։ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական ուժերը հարվածել են նաեւ Հորմուզի նեղուցում գտնվող 2 լցանավի։ Հայտնի է մեկ զոհի մասին, վիրավորվել է 8 նավաստի, Հնդկաստանի 6 քաղաքացի եւ 2 ուկրաինացի։ Թեհրանից նշում են, որ լցանավերը խախտել են նեղուցով անցնելու արգելքը։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, հարվածները շարունակվելու են եւ Իրանին չի հաջողվի կանգնեցնել ամերիկյան ուժերին։ Նա նաեւ տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար բացառությամբ իրանական եւ նավթահոսումը ինչպես նախկինում երբևէ։ Մենք կվերականգնենք ամբողջական շրջափակումը այն նավերի համար, որոնք կապ կունենան իրանական նավահանգիստների հետ, մանրամասնել է ԱՄՆ նախագահը կրկնել, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Իսրայելի վարչապետն էլ դիմել է Իրանի ղեկավարությանը, ընդգծել պատրաստ են ցանկացած սցենարի։ Մեզ վրա հարձակումից հետո խաղաղություն մի սպասեք, այս անգամ պատասխանը կլինի շատ ավելի հզոր, հավելել է Բենյամին Նեթանյահուն։ Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում, ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն պիլոտային ծրագիրը, որը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումը այն տարածքներում, որտեղից Իսրայելի զինված ուժերը պետք է հեռանան։ Ծրագրի նպատակն է ապահովել, որ այդ շրջանները մաքրվեն Հեզբոլլահ շարժման զենքերից եւ ենթակառուցվածքներից։ Բեյրութը հույս է հայտնել, որ ԱՄՆ միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակում Լիբանանի հարավային տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերումն ապահովելու հարցում առաջընթաց կգրանցվի։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական 288 անօդաչու թռչող սարք։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վորոնեժի, Կալուգայի, Սարատովի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Ղրիմը, Ազովի եւ Սևծովերի տարածքները։ ԱԹՍ-ներ են խոցվել մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ, Կուբանում, Կրասնոդարի երկրամասում կան վիրավորներ, Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Բաշկորտոստանում Գազպրոմին պատկանող ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Սևաստոպոլի մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Ռուսաստանի զինված ուժերն էլ հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարվածել են Կիևի եւ Օդեսայի մարզերին։ Ըստ Դաշնության պաշտպանական գերատեսչության Կիևում ոչնչացվել են ռազմարդյունաբերական օբյեկտներ։ Օդեսայում նավահանգստային ենթակառուցվածքներ են թիրախավորվել։ Ուկրաինական կողմի տվյալով տուժել են նաեւ քաղաքացիական օբյեկտներ, կան վիրավորներ։ Փարիզն Ուկրաինային սկալպ թևավոր հրթիռներ արտադրելու արտոնագիր կտրամադրի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտարարել է Ուկրաինայի աջակիցների կոալիցիայի գագաթնաժողովից հետո։ Բացի այդ, Կիևը կստանա կառավարվող ավիացիոն զինամթերքի եւ զենիթային հրթիռների արտադրության արտոնագրեր։ Ուկրաինան նաեւ մտադիր է ֆրանսիական 16 Ռաֆալ կործանիչ գնել, դրանք Ուկրաինայում օդ կբարձրացվեն 2028-29 թվականներին։ Նաեւ հայտարարվել է հակահրթիռային պաշտպանության կոալիցիայի ստեղծման մասին, դրան անդամակցում են Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նորվեգիան եւ Դանիան։ Կարծում ենք, որ Եվրոպան պաշտպանելու համար անհրաժեշտ է ձևավորել ինտեգրված ճարտարապետություն հրթիռային հնարավոր սպառնալիքները կանխելու եւ հակազդելու համար, նշված է համատեղ հայտարարության մեջ։ Եմեն եւ Մեծ Բրիտանիան էլ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի բրիտանական պաշտպանական ընկերությունները կարող են ներգրավվել Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի փաթեթին։ Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Կիևը այլևս ստիպված չի լինի առանձին թույլտվություն ստանալ բրիտանական արտադրողներից սարքավորումներ գնելու համար։ Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիան ազդանշան կուղարկի Ուկրաինային կապույտ հոսք գազատարի ենթակառուցվածքներին հարվածների հետ կապված, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով նաև ակնկալում են, որ Անկարան հանրային հստակ գնահատական կտա այդ գործողություններին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հուլիսի 7-ից 8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է տվել հստակ արտահայտել միջազգային հարցերի, այդ թվում ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։ Պատերազմը պետք է լուծվի երկխոսության
եւ դիվանագիտության միջոցով, ասել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նա անդրադարձել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Դա մեծ նշանակություն ուներ, կշարունակեն գործակցել նախագահ Թրամփի հետ ամրապնդելու թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Երկկողմ առևտուրը պետք է հասցնենք $100 միլիարդ մանրամասնել է Էրդողանը, շեշտել Վաշինգտոնի հետ ջանքեր են գործադրելու տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կչեղարկի Թուրքիայի դեմ գործող ամերիկյան պատժամիջոցները, նաեւ դիտարկվում է Անկարային F-35 կործանիչներ վաճառելու հարցը, չնայած առկա իրավական խոչընդոտներին։ Զուգահեռ Իսրայելի վարչապետը Թրամփի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան սպառնում է հրեական պետության գոյությանը եւ ագրեսիվ ռետորաբանություն է վարում։ Մինչ այդ Թուրքիայում Բենյամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Դիանա Գասպարյան, լուրեր։